Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ենք, Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այստեղ 2025 թվականի մայիսից մեկնարկել է Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի ծրագիրը։ Դասապրոցեսների ընթացքում իրականացվող հատուկ վարժանքների միջոցով դպրոցում ուշադրության կենտրոնում է աշակերտների հոգեկան առողջության ամրապնդումը եւ հոգեսոցիալական աջակցության համակարգի զարգացումը։ Այսօրվա դասի առանցքում կարևոր թեմա է ապրումակցումը։ Ընթերցում ենք կարծրատիպը եւ պատասխանում այնպես, ինչպես դուք եք մտածում եւ արդյոք դա կարծրատիպ է եւ համապատասխանում է իրականությանը։ Հատուկ կարծրատիպի մեջ ոմանք չեն կարող սովորել կամ իրար գերիչ։ Այս կարծրատիպը սխալ է։ Այո, իհարկե կարող է, քանի որ բոլորն են կրթվելու, ընկերներն լինելու իրավունք։ Մարդ չի կարող ապրել առանց ընկերների եւ կրթվելու բոլոր մարդիկ հավասար են։ Ապրումակցումը հոգեբանական գործընթաց է, որի միջոցով մարդը կարողանում է զգայական եւ մտավոր մակարդակում ընկալել եւ զգալ ուրիշի ներքին վիճակը, հասկանալ նրա տեսանկյունը եւ դիմացինին արձագանքել հարգանքով, ընդունմամբ եւ սահմանների պահպանմամբ։ Հոգեկան առողջության տեսանկյունից ապրումակցումը սահմանվում է որպես պաշտպանող եւ կարգավորող մեխանիզմ։ Ապրումակցումը դպրոցում ստեղծում է հոգեբանորեն անվտանգ միջավայր, որտեղ երեխաները կարող են ազատորեն ինքնարտահայտվել, ինքնադրսևորվել, չեն վախենա սխալվելուց եւ ավելի պատրաստական կլինեն սովորել։ Բարդությունները դիտարկվում են ոչ թե որպես թերություններ կամ պատժի առիթներ, այլ որպես ազդակներ, որոնք կարող են թույլ տալ, որպեսզի մենք նկատենք երեխաների կարիքները։ Ինքը շատ լավ ծրագիր է, երեխեքը դարձել են շատ համագործակցային, թիմային, մեկը մյուսի հոգսերով ոնց որ անհանգստանում են մեկը մյուսով։ Սա վարժանքը բավականին հետաքրքիր էր։ Այդ վարժանքի ընթացքում մենք կարծրատիպերը ջարդեցինք, կոտրեցինք, հասկացանք, որ հատուկ կարիքներով մարդիկ նույն իրավունքներ ունեն ու անկախ ռասայից, կրոնական պատկանելությունից, ազգական պատկանելությունից եւ այլ շատ ֆակտորներից բոլոր մարդիկ հավասար են։ Արա դիմացինի տային, ինչը կուզես քեզ անեն, ոսկե կանոնը, որ իրենք արդեն սկսել են ինձ համար այն անել, որ իրանք ուզեն ես իրանց համար անել, ես հակառակը փոխկապակցված կապ է, էլի։ Ծրագրի մենթոր Արմինե Ասլանյանի խոսքով այս վարժանքներն օգնում են աշակերտներին ճանաչել եւ բացահայտել սեփական զգացմունքները, տեսնել իրենց դրական կողմերը, ազատ ինքնաարտահայտվել եւ ձևավորել առողջ ու ճիշտ փոխհարաբերություններ հասարակության մեջ։ Ապրումակցումը հնարավորություն է տալիս դիմացինի հույզերը հասկանալ, ընկալել առանց սահմանները, այսպես քննադատելու, դատելու եւ առանց եւ պահպանելով սահմանները։ Երեխաները իրենց խոսքը կարողանում են ավելի հստակ ձևակերպել, կարողանում են տարբեր իրավիճակներում եղած խնդիրները լուծել։ Ես ինքս մասնագիտությամբ հենց հոգեբան եմ ու դպրոցում էլ որպես հոգեբան եմ աշխատում, կամ բաներ, որ դրանից հետո ես ինքս իմ մեջ վեր եմ լուծել, որ ինչպես պետք է վարվեմ իմ երեխայի հետ կամ առհասարակ դպրոցում սովորող երեխաների հետ, ինչպես պետք է աշխատանք տանեմ։ Վարժանքների ժամանակ երեխեք կային, որ լարվում են եւ իրենց կողքին նստողները հնարավոր է իրենց միձև աջակցել։ Օրինակ, որ տեսնում եմ, որ ինքը երկար ժամանակ չի ծիծաղում, իսկ ծիծաղելու ժամանակ ինչ որ ձև կեղծ է երևում իր ծիծաղը, ես փորձում եմ իրան ինչ որ ձև հասկացնել, տենց հարցել տալ, ինչ է պատահել, ինչով կարամ օգնեմ։ Երեխաների մոտ ձևավորում է հոգեկան առողջ մթնոլորտ, հուզական աշխարհը կայունանում է, ինքնադրսևորման արժե համակարգը երեխաների մոտ կայուն հիմքերի վրա է դրվում։ Յուրաքանչյուր վարժանքից հետո երեխաների մոտ ավելի արտահայտիչ են դառնում այդ երևույթները աջակցման։ Յուրաքանչյուր օր կարող է որևէ երեխայի մոտ որևէ հուզական խնդիր առաջանալ կամ օգնության կարիք ունենա դասընկերների, երեխաները փորձում են վերհիշելով մեր վարժանքները նաև աջակից լինել, ապրումակցել իրենց ընկերոջը, երբեմն ուրախացնել, եթե նա տխուր է։